Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 3-րդ գումարման 7-րդ լիակումար նիստը։ Շողեր Բիլեմջյանը ազգային միասնության, պատասխանատվության եւ pedagogan մտածողության մասին։ Լուսանկարի խորհուրդը Աշոտ Հարությունյան, Խուտ Բռնաշեն, Թերքական դասակիրքերուն մեջ հայկական հարցի ներկայացումը, ապադեգադվության եւ հիշողության ձևավորման գործիք։ Մերզիֆոնի հայկական որբանոցը, Վանի Վասպուրականի տարազը, 20 գաղաղաններու հիշադակին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանի առաքելության մեջ կայացավ ազգային ժողովի 3-րդ գումարման 7-րդ լիակումար նիստը, ուր նախագահ Նելի Հարությունյան ներկայացուց վերջին 6 ամիսներու գործունեության համապարփակ հաշվետվություն, ընդգրկելով ձեռնարկները, օրենսդրական աշխատանքը, հանձնաժողովներու գործունեությունը, որոշումները եւ միջազգային ու հանրային նախաձեռնությունները։ Հաշվետու ժամանակաշրջանին իրականացված են առերես եւ առցանց հանդիպումներ, պատրաստված են զեկույցներ, ընդունված են օրենքներ ու որոշումներ, իսկ օրինակի մշակող հանձնաժողովը 2024-ի փետրվարին մինչև այժմ գումարած է 65 նիստ, ներառյալ նաև 2026-ին 21 նիստ, օրագարկային եւ գազམ་ագերբչական հարցերով։ Հաշվետու ժամանակաշրջանի հիմնական նախաձեռնությունները ներբնիկության մասին օրենքի նախագիծը, որ ղրկված է Հայաստանի Հանրապետության ազգային ժողով համապատասխան ծրարով նախագիծ հուշագիր նամակ եւ ընդունված են նաև գոչ, հայտարարություն ու հուշագիր բնիկության ճանաչման վերաբերյալ։ Գազմված եւ հրաբարակված է պատգամավորներու հարցադրումներու ծրար, ընդունված է pedagogan հիշադակի եւ տոնական օրերու ցանկը, գազմագերբված է Zoom հանդիպում, անկախության ճանաչման օրվան եւ Հրանտ Տինկի հիշադակին, ինչպես նաեւ ներկայացված է զեկույց բնիկ հայերու պատմական անարդարություններու եւ դարածքային իրավունքներու մասին։ Հարգելի հայրենագիտներն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 3-րդ գումարման 7-րդ լիակումար նիստին կառավարության խոսնակ Շողեր Բիլեմջյան ելույթ ունեցավ անդրադառնալով խորհրդարանին թերին ազգային միասնության եւ pedagogan մտածողության կարեւորության։ Ողջույնի խոսքերեն յետ կան ընդգծեց, որ խորհրդարանը ոչ միայն ընթացիկ նիստ է, այլ նաեւ հարթակ վերահաստատելու ժողովրդին ծառայելու, ազգային շահեր պաշտպանելու եւ pedagogan խաղապարը ամրապնդելու դեսլագանը։ Ան նշեց, որ ազգային ժողովը ժողովրդավարական համագարկի հիմնական սյուներեն է, ուր գծեվավորվի օրենսդրական եւ քաղաքական նախաձեռնություններ ուղղված pedagogan զարգացման, կառույցներու ապրապնդման եւ հանրային բարօրության։ Խորհրդարանի արժեքը անոր խոսքով գորոշվի ոչ միայն որոշումներու թիվով, այլ անոնց իրական ասեցությամբ ազգային իրավունքներու պաշտպանության եւ pedagogan համագարկի կատարելագործման մեջ։ Ելույթին մեջ անդրադարձ կատարվեցավ նաև ժամանակակից աշխարհաքաղաքական եւ հասարակական փոփոխություններուն, ընդգծելով պատասխանատու մոտեցման, համախմբվածության եւ հստակ առաջնահերթություններու անհրաժեշտությունը։ Խոսնակը բարձր գնահատեց ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանի գործունեությունը, գառույցի աշխատանքներու համագարկման եւ ազգային նախաձեռնություններու առաջնորման համար։ Ան ավարտին վստահություն հայտնեց, որ միասնական աշխատանքի շնորհիվ կարելի պիտի ըլլա ուժեղացնել pedagogan հաստատությունները եւ ծառայել ազգային նպատակներուն ի բարօրություն ժողովրդին։ Գեներալ-մայոր Անդրանիկ Տորոսի Օզանյանի խոսքը ամեն օր քննանալ է առաջ հիշեցեք, ինչ հրացեք ձեր ազգին համար, ոչ միայն հայրենասիրական գոչ է, այլ կյանքի փիլիսոփայություն եւ ազգային պատասխանատվության չափանիշ։ Անգշեշտ է հիմնական հարցը. այսօր ես ինչ տվի հայրենիքիս, վեր տասելով անձնական շահեն ազգային ծառայությունը։ Նման միտք արտահայտած են նաեւ տարբեր գործիչներ՝ Ջոն Քենեդի, Ուինստոն Չերչիլ, Մահատմա Գանդի, Մարկուս Օրելիուս եւ Ջուզեպպե Մացինի, որոնք ընդգծած են պետության, հասարակության եւ ընդհանուր բարօրության առաջնայնությունը։ Խութը գտնվի Սասունի արևելյան մասին մեջ եւ աշխարհագրական թիրքով գեղեցիկ արկավատ շրջան մնե։ Խութի դաբարակը գից է մշոտաշտին եւ շրջապատված է անտառաբադ լեռներով, ունենալով արատ, ջուր եւ համեմատաբար տաք կլիմա։ Տարածքին մեջ կային մոտ 50 գյուղեր, որոնց մեկ մասը հայաբնակ էր, իսկ մնացյալը քրդաբնակ, ուր նաեւ Գաբրեի սակաբատիվ հայ ընտանիքներ։ Ավանդության համաձայն շրջանի բնակչության մեծ մասը նախաբես հայեր եղած են, սակայն հետագային մեկ մասը գրոնապողված եւ քրդատած է։ Գսվի նաեւ որ քյուրդերը էին իրենց հայկական ցակումին եւ երբեմն կգործածեին հայերեն։ Խութի հայ բնակչությունը գաբրեր ծանր պայմաններու մեջ։ Նման աղքատության մեջ կգտնվեր նաեւ քյուրդ բնակչության մեծ մասը։ Գեղարդ ամսակրին մեջ հրաբարակված հոդվածին մեջ Վարուժ Բողարյանը գվելուց է թրքական դպրոցական դասակիրքերուն մեջ հայկական հարցի եւ հայերու ցեղասպանության ներկայացումը, ընդգծելով, որ գրթությունը երբեք չեզոք չէ եւ կցեվավորե պատմական ընկալումներ։ Հայկական աղբյուրներու մեջ ցեղասպանությունը կներկայացվի որպես Օսմանյան պետության կողմից ձեռագրված բնաճնճում, մինչդեռ թրքական դասակիրքերուն մեջ 1915-ի իրադարձությունները կբնութագրվին որպես վերաբնակեցում կամ անվտանգության միջոցառումներ։ Բողարյան կնշե, որ այդ դասակիրքերուն
հաղորդաշարություն մեջ հայերը հաճախ կներկայացվին որպես արտաքին ասացություններու դակ գործող խումբ, իսկ զանգվածային գոռոցներն ու պատմական փաստերը կշրջանցվին։ Ան եզրակացնե, որ այս ներկայացումը բարձ մեկնաբանություն չէ, այլ պետական գաղափարախոսություն, որ կմիտի անցյալի վերաիմաստավորման եւ հայերու ցեղասպանության շղթման։ Առաջին համաշխարհային պատերազմի եւ հայերու ցեղասպանության հետևանքով հազարավոր հայ որբեր աբաստան կդան Մարզիֆոնի հայկական որբանոցին մեջ։ Որբանոցները կարևոր դեր ունեցան ցեղասպանութենեն փրկված երեխաներու խնամքին, կրթության եւ ազգային ինքնության բաբանման մեջ։ Այս լուսանկարը վկայություն մնե հայերու ցեղասպանութենեն փրկված հայ երեխաներու ծանր ճակատագրին եւ անոնց վերաբերելու պայքարի մասին։ Վանի վասպուրականի տարածը հայկական ավանդական հագուստի ամենահարուստ եւ ինքնատիպ համալիրներեն մեկն է։ Ան կհատկանշվի վառ գույներով՝ ծիրանակոյին, կարմիր, գաբույտ եւ կանաչ, ինչպես նաեւ հարուստ ասեղնագործությամբ եւ արծաթյա զարդերով։ Վանի տարածը կմարմնավորե վասպուրականի մշակութային ժառանգությունը եւ կհանդիսանա հայկական ավանդական ինքնության կարևոր շերտերեն մեկը։ 20 գահաններու ու նահատակության նվիրված հոդվածին մեջ կշեշտվի, որ հայ ժողովրդի պատմությունը գերդված է նահատակներու եւ քաղաքական մարտիկներու զոհություններով, որոնք դարձած են ազգային հիշողության եւ արժեհամակարգին անբաժանելի մասը։ 1915 թվականի հունիս 15-ին Կոստանդնուպոլսո մեջ մահապատժի ենթարկված 20 հայ քորդիչները կներկայացվին որպես ազգային արժանապատվության եւ ազատության համար պայքարողներ, որոնց նպատակը հայ ժողովրդի իրավունքներու եւ ինքնության պաշտպանությունն էր։ Այս դատապարտություններն ու մահապատիժները ըստ հոդվածին ուղղված էին ամբողջ ազգային շարժման կասեցման, սակայն բնությունը չգրցավ գոտրել գաղափարը, այլ զայն վերածեց ավելի հզոր պատմական հիշողության։ 20 գահաններու հիշադակը կներկայացվի որպես ազգային խղճի շարունակական գոչ, բահբանելու ճշմարտություն եւ ապրապնդելու միասնականությունը։ Գահանները անցան, բայց գաղափարները մնացին, նախատասությունը կմնա որպես պատմական հիշողության հիմնական պատգամ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։